Այս պայն մենք գտնվում ենք Արագածոտի մարզի Փարպի վարչական բնակավայրի տարածքում, որտեղ որպես փաստաբան դուք պաշտպանում եք ձեր վստահորդի շահերը, ով ինձ հասած տեղեկությունների, որը գյուղացիներն էին ասում, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ այդ քաղաքացին, ում շահերը որ դուք պաշտպանում եք, անարդարության, ոնց որ ասում են, զոհ է դարձել։ Հիմա գտնվում ենք այն վայրում, որտեղ կխնդրեի, որպես այդ քաղաքացու շահերի պաշտպան, դուք ներկայացնեք խնդիրը եւ հետագա անելիքները։ Եվ կխնդրեի ներկայանաք, էլի անուն ազգանուն փաստաբանների պալատի Փաստաբանների պալատի իրավաբան եմ։ Որպես իրավաբան, Իրավաբան եմ։ Հովհաննիսյան ման է, հանդիսանում եմ Սայֆկո ՍՊ-ի ներկայացուցիչը, մեզ ինձ եւ գործընկերներից ամիսներ առաջ դիմել էր Սայֆկո ՍՊ-ի հիմնադիրը եւ տնօրենը ասելով, որ Փարպի գյուղում ունի հողատարածք, որը պատկանում է ընկերությանը սեփականության իրավունքով, բայց առկա է խնդիր սեփականության իրավունքի խախտում։ Մենք միասին այցելել ենք այստեղ, ժամանակին ծանոթացել ենք խնդրին եւ համապատասխան դիմում ենք ներկայացնել տեսչական մարմին։ Որ տեսչական մարմին կներեք։ Քաղաքաշինության նորմերի պահպանման գործերով, հարցերով զբաղվող տեսչական համապատասխան մարմին։ Ինչու՞ մեր խնդիրը կայանում։ Տվյալ հողատարածքը, որը տեսնում եք, պատկանում է Սայֆկո։ Հիմա շատ ներողություն, այնտեղով կարանք անցնենք այդ տարածքը դուք ցույց տաք, որը որ պատկանում է այդ ընկերությանը։ Այս հողատարածքն է, հիմա որ ես նկարում եմ, այս հողատարածքը ամբողջությամբ ոնց որ ժողովուրդ ասում, թղթաբանությամբ իրանցն է։ Թղթաբանությամբ իրենցն է։ Հետո ի՞նչ ա եղել։ Խնդիրը ինչու՞մ է կայանում։ Ինչպես տեսնում եք, կողքը կառուցված է Պարիս, առկա է շինարարություն, անցնում են գազի խողովակներ, սակայն Պարիսը որպես այդպեսին կառուցված է իմ վստահորդին պատկանող հողամասի վրա մասամբ։ Այսինքն Պարիսը ինքը ոչ միայն սահմանին է հողամասի կառուցված, առանց 3 մետրի հեռավորությունը պայլի, նաև Պարիսի մի մասը արդեն գտնվում է վստահորդիս հողամասում։ Իր սեփականություն հանդիսացող տարածքում։ Այո։ Տեսչական մարմինը համապատասխան վարչական վարույթի ընթացքում նշեց, որ այո, շինթույլտվությունը, որ տրված է Հալեվանին, այս շինության մասին է խոսքը, եւ այս Պարիսը, հենա ներքևը շատ ներողություն, մի հատ գնանք այստեղ։ Այն Պարիսն է, հիմա որ ես մոտիկացնում եմ, այդ Պարիսի մասին չէ խոսքը։ Պարիսի մինչև այստեղ, հա։ Հիմա ինչու՞ է խնդիրը կայանում։ Նշեցին, որ համապատասխան թույլտվությունը տրվել է խախտումներով, հաշվի չեն առնվել մեր վստահորդի շահերը, մեր վստահորդի իրավունքները, վստահորդի համաձայնությունը նման կառուցապատում անելու դեպք չկա, բացակայում է թե գրավոր, թե բանավոր, եւ խնդրեցին, որպեսզի շինթույլտվություն տվող մարմինը տվյալ տարբերակում համայնքապետարանը ձեռնարկի քայլեր տվյալ խախտումը վերացնելու մասով, բացի դրանից շինթույլտվությունը որպես այդպեսին անվավեր է։ Կներեք, դա ինչքան ժամանակ է որ դիմել եք եւ ինչքան ժամանակ անցել է որ ոչ մի գործողություն չեն արել։ Նայեք, դիմել ենք մայիս ամսվա ընթացքում։ Այս տարվա մայիս ամսվա ընթացքում, հետո մի քանի ամիս անց, 1 ամսից ավել է տևել, երբ տեսչական մարմինը համապատասխան վարույթի իրականացրել է, կայացրել է համապատասխան որոշում եւ մեզ տեղեկացրել է, որ որոշումը առկա է ու այդ դեպքից հետո, երևի թե հուլիսից սկսած, մենք համապատասխան նամակ ենք ուղարկում էլեկտրոնային եղանակով համայնքապետարանին, խնդրում ենք կատարել որոշումը։ Փարպի Աշտարակի համայնքապետարանին խնդրում ենք կատարել համապատասխան գործողությունները։ Մինչ այս պահի, դեպստեղ գալուց առաջ էլ դիտեցի, դեռևս ակտիվ է տվյալ դիմումը, չնայած պետք է պատասխանեն ամենաուշ։ Այսինքն շատ ներողություն։ Ես ուզում եմ հասկանամ, նամակի պատասխանը պետք է տա Աշտարակ խոշոր ասած համայնքի ղեկավարը։ Հա, ով տվել է շինթույլտվությունը։ Քանի որ Փարպին որպես բնակավայր է խոշոր ասվածի, հա, Աշտարակի քաղաքապետը պետք է տար։ Ու մինչև այժմ պատասխանը չկա։ Մինչև այժմ որևէ գործողություն արված չի, իրենց հետ կապ հաստատել համապատասխան աշխատակցի հետ է ստացվել, մակագրվել է տվյալ դիմումը, պատասխանը դեռևս չկա, կփորձենք, կդիտարկենք, կնայենք, պատասխան չենք ստացել, իրենց հետ հանդիպման փորձ վստահորդներս են կատարել, այսինքն վստահորդս ղեկավարը վստահորդից, նույնպես ոչ մի արդյունք տվյալ պահին առկա չի։ Բացի այդ շինթույլտվության խնդրից առկա է նաև գազի խողովակի խնդիրը, Գազպրոմի։ Գազի խողովակը որտեղ է։ Պատի վրայով հենց անցնում։ Հա, այս է գազի խողովակն է։ Կրկին գտնվում է Ձեր վստահորդի տարածքում է գտնվում։ Տարածքում, այո, էլի առանց։ Բայց մյուս տան գազն է։ Մյուս տան գազն է, մեր գազը չի, ինչպես տեսնում եք, մեզ մոտ ոչ մի կառուցված չի, որ գազ պետք լինի անցկացնել։ Ու հիմա անդադար այդպես սեփականության իրավունքի խախտումներ ա մեզ մոտ տեղի ունենում, ոչ մեկ խախտում ա, որովհետև նա
հեռավորությունը պահած չի, գազի խողովակն առանց համաձայնության անցնում, բայց դրանից կա հատված, որը արդեն վստահորդից հողի տարածքում է գտնվում, այսինքն որպես այդպեսի շինթույլտվության նորմերից շատերը խախտված են, բացի դրանից պարիսպն ավելի բարձր, քան օրենսդրությամբ թույլատրելի, ահա, հիմա ունենք իրավիճակ, երբ ունենք որպես այդպեսին կատարման ենթակա վարչական ակտ, սակայն չունենք կատարում։ Իսկ ինչ են պատճառաբանում։ Պատճառաբանում չունեն։ Չէ, իրանք ինչ են Մենք չունենք այս։ քաղաքապետարանը Մենք տվյալ պահին պատճառաբանում որպես այդպեսին չունենք, պաշտոնական ես որևէ պատճառաբանում չեմ ստացել, իրենց հետ արդեն կապնվել չեմ կարողանում, մոտակա թե 2 շաբաթ ուղղակի կամ անհասանելի են կամ չեն վերցնում, անձում մատագրված է ու ներկա պահին մենք ստիպված ենք այլ իրավական միջոցների դիմել, որպեսզի տվյալ հարցը լուծենք։ Բացի դրանից այս ընթացքում երբ չունենք պատճառաբանում, դիմեցինք տեսչական մարմնի, ով կայացրել էր վարչական ակտ, նշել էր, որ կան խախտումներ, խնդրեցինք վերահսկողություն իրականացնել։ Տեսչական մարմինը պատասխանեց, որ վարչական ակտը համապատասխանաբար ուղարկվել է կատարման համայնքապետարան, այսինքն որպես այդպեսին տեսչական մարմինը այն լիազորությունները, որի շրջանակում կար գործել է։ Բայց մենք չունենք կատարում։ հիմա տարածքը իա ձեր վստահորդի տարածքը այսպես սաղ իր տարածքն է, էլի։ Այո։ Էն էլ պատն է, հենա պարիսպն է, որ մոտիկ հասնում եմ, ըստ ձեր հայտնացի թղթաբանությամբ ձեր վստահորդի տարածքում է։ Կարելի ասել ապօրինի պատ է։ Ինքը ապօրինի շինություն է, ինչպես անկաս ապօրինի շինություն պետք է քանդվի։ Իսկ ով է կառուցում է դա, չեք իմանում։ Գիտեն, կառուցում է հարևանը իրենց։ Հարևանի հետ վստահորդներից ի դեպ մինչև մեզ դիմելը, մինչև վստահորդս իր այլ գործընկերները տվյալ հարցի շուրջ քննարկելը եւ այլն մեզ հետ հարցը, խնդիրը, հարևանի հետ մի քանի անգամ հանդիպել են, փորձել են հարցը լուծել բարեկամաբար, հա, հասկանալով որ հողերը իրար կողք են, պետք չի կոնֆլիկտ ունենալ եւ այլն։ Հարցը չի լուծվել։ Վերջում առաջարկել են գնացեք իրավաբանների մոտ, թող հարցը լուծեն, մենք ճիշտ ենք անում։ Դե դիմել են, ինչպես պարզվեց այդքան էլ ճիշտ չեն անում, ամեն դեպքում օրենքի ուժով, որտեղ կայացված վարչական ակտը, որում նշվում է, որ արկա է խախտում եւ պետք է այս խախտումը վերացվի, ինքը բեկանված չի, բողոքարկված չի։ Այսինքն ձեր վստահորդի սեփականության հասցեն տալիս է Արագածոտնի մարզ, աշտարակ խոշորացած համայնք, Փարպի բնակավայր Դ. Տեր Մկրտչյան 3-րդ փողոց 2-րդ փակուղի հատված կամ տուն 9։ Այո, տարածքինն է, ճիշտ եք ասում։ Այս տարածքն է, որը որ ես ասեցի։ Բացի սեփականության խախտումը, շատ դեպքեր են եղել, որ վստահորդը սա արձանագրել, որ այստեղ շինաղբ է կուտակվում, որը բացի դրանից, որ հողն է թունավորում, նաև մյուս տարածքն է թունավորում էլի առանց թույլտվության, որտեղ շինաղբը հասկանալի չի նյութերից են, բացի բետոնից։ Ու խնդիրը համակարգում է նրան, որ սեփականության իրավունքն է խախտվում, որ գույքն է առանց թույլտվության օգտագործվում, բացի դրանից, որ շինարարությունը ուղղակի ապօրինի կերպով է ներկա պահին արդեն կատարվում ու տվյալ խնդիրը իրավական ուղիով արագ այս պահին լուծելը անհնար է։ Այսինքն ունենք արձանագրել ենք սեփականության իրավունքի շարունակական խախտում։ Այսինքն ըստ ձեր կարծիքի աշտարակի քաղաքապետարանը հետևողական չի։ Չէ, աշտարակի համայնքապետարանը որպես այդպեսին հետևողական չի, որովհետև երբ որ որոշում կա հանձնարարական կա, որ պետք է արվի, չեն արել, էլի, չեն էլ պատասխանում ձեզ։ Հա, միանշանակ ինձ չեն պատասխանում։ Իսկ կարող է ձեր վստահորդին պատասխանել են։ Վստահորդից հետ քննարկում։ Վաղը չասեն էլ, ասեն ձեզ չենք պատասխանել վստահորդին։ Դա կարելի է ճշտել վստահորդից։ Որևէ բանի չեն եկել, այսինքն հայտարարի չեն եկել։ Որևէ հայտարարի չեն եկել։ Բայց շատ ներողություն, հայտարարի բան չկա, մտել է մարդու տարածքը, պանելը դրել իր տարածքում պարիսպա կապել, գազախողովակ անցկացրել, տարածքը ձեզ ամբողջը շինաղբա լցել։ Միանշանակ, բայց ընդհանուր հայտարարի չեն եկելը, նշանակում է, որ նախ բացատրել են դե սխալվել ենք, վրիպակ է եղել եւ այլն եւ այլն։ Բայց ամեն սխալը հնարավոր է ուղղել, չէ՞։ Միանշանակ, բայց ուղղումը չկա։ Ու ես հասկանում եմ, որ պետք է պետական մարմին ունենա ողջամիտ ժամկետ գործողության կատարման, բայց մի քանի ամիս է խախտումը վերացնելու համար ողջամիտ ժամկետ։ Բայց միջև իրանք որոշեն, մենա պարիսպը կանգնավ, գազը անցկացած տունը կար, հա դու թող տուն կառուցի, ողջունելի է, բայց ոչ թե ուրիշի հողի հաշվին։ Երբ որ այդ քաղաքացին ինքն է հողի հարկերը ամեն մի սանտիմետրի համար վճարում։
Միանշանակ բացի դրանից բացի հարկերից, սա ներդրում է, իրականում ընկերությունը ներդրում է կատարել, հա, համայնքում այնպես հող դնել է, որտեղ այստեղ ինչպես ինձ հայտնել են ամեն դեպքում տարածքի մշակմամբ այս ընկերությունն է զբաղվել, այսինքն նման կերպ չի գնվել, էլի, դա ներդրում կատարվել է, այս տեսքով։